Ուրախացիր, ով շնորհանկալ Տերը քեզ հետ է։ Շնորհավորում եմ բոլոր մայրերին, քույրերին, աղջիկներին, իքական սեռին, հայ մորը, ով իր ուսերի վրա է վերցրել ազգի վաղվա ապագան դաստիարակելով հայ սերունդ իր երեխաներին եւ այն ամենը, ինչ որ այսօր ունենք, լավ թե վատ, շնորհավորում եմ սիրելի կանայք։ Տիրամոր բոլոր տոները ձեր տոնն են, որովհետև այն խոսքերը, որ Գաբրիել հրեշտակապետը ասեց Մարիամին 60 տարեկան ժամանակ, ասել էր դեռևս Հիսուսի ծննդյան ավետման ժամանակ։ Ուրախացիր, ով շնորհանկալ, Տերը քեզ հետ է։ Այս խոսքերը 60 տարեկան Մարիամը ունկնդրեց Գաբրիել հրեշտակապետից, այն ժամանակ, ավետման ժամանակ Մարիամը վախեցավ, 16 տարեկան դեռատի աղջիկ լսում է մի բան և զարմանում, որ պիտի հղիանա Սուրբ Հոգուց և զավակ ծնվի իրենից, այն էլ աշխարհի փրկիչ Հիսուս Քրիստոս։ 60 տարեկան Մարիամը լսում է այս խոսքերը և ընդունում խոնարհությամբ, հեզությամբ և մեծ հավատքով։ Ուրեմն Հիսուս երբ որ համբարձավ երկինք, Տիրամայրը քանի տարեկան էր։ 48 տարեկան էր և Աստվածորդին բաժանվեց երկրից և բարձրացավ առ Հայր։ Եվ 12 տարի հետո, կամ այս 12 տարիները Տիրամայրը ապրեց ահաբեկչության մեջ, նրան հրեաները անընդհատ հետապնդում էին, անընդհատ խոչընդոտում էին, անընդհատ հալածում էին, ոչ միայն քրիստոնյաներին, այլ Աստծո մորը, Տիրամորը, Աստվածամորը, և ահա, երբ որ եկավ պահը, Գաբրիելը նրան հայտնեց այս խոստումը. ուրախացիր, ով շնորհանկալ, Տերը քեզ հետ է։ Ով հայր մայր, ուրախացիր, Տերը քեզ հետ է, ուժեղացիր, հզորացիր, մեջքդ ուղիղ պահիր, որովհետև Տերը քեզ հետ է։ Ուրեմն Աստվածամայրը, երբ որ այս վերջին ավետիսը լսեց, բարձրացավ Ձիթենյաց լեռ և աղոթք մատուցանեց։ Եվ Հիսուսը իրեն խոստացել էր, որ չպիտի տեսնի մահ և պիտի բարձրանա Աստծո արքայություն։ Աստվածամայրը ավարտելով իր երկնավոր կյանքը, հաղթելով աշխարհին, հաղթելով բարու պատերազմը, ավարտելով իր կյանքը, հավաքում է իր հարազատներին և մի հրաշքով աշխարհի տարբեր ծայրերից, շատ կարճ ժամանակում հավաքվում են առաքյալները, բացի Բարթուղիմեոսից, և պատրաստում են Տիրամոր ննջումը, և Աստվածամայրը ննջեց։ Տեսեք, ուշադիր եղեք, չենք ասում մահացավ։ Մահ բառը Աստված չի ստեղծել, դա մարդն է հնարել։ Մահ բառը նշանակում է մարդ առանց հոգու, մահ։ Դա մենք ենք հնարել։ Աստված մահ բառը չի ընդունում և չի ստեղծել։ Այսինքն մահը արդյունքն է մեղքի։ Եվ ահա առաքյալները Տիրամոր մարմինը, մասունքները տեղափոխում են Գեթսեմանի և այնտեղ ամփոփում են Տիրամոր մարմինը և ննջումը կազմակերպում են, այսինքն թաղումը կազմակերպում են և 4-րդ օրը գալիս է Բարթուղիմեոս առաքյալը և խնդրում է առաքյալներին, որ վիմափոր գերեզմանը բացեն
որ ինքը վերջի հրաժեշտը ստանա Տիրամորից եւ օրհնությունը։ Եվ բացում են, տեսնում են գերեզմանը դատարկ։ Դատարկ էր Տիրամոր գերեզմանը, որովհետև իր խոստման համաձայն Աստված վերափոխել էր, վերափոխում բառն ենք օգտագործում, վերափոխել էր Տիրամորը, այսինքն համբարձել էր, բարձրացրել էր դեպի երկնքի արքայություն։ Ուրեմն այս ամենը, այսօրվա տոնը Տիրամոր վերափոխման տոնն է, եւ այս տոնը ինչ տոն է։ Տաղավար տոն է, ամենամեծ տոներից մեկը 4-րդը։ Եվ Տիրամոր ամենահին տոնն է սա, եւ այս տոնը ինչ է սովորեցնում մեզ բոլորիս։ Ինչ պիտի սովորենք այս տոնից, չէ՞ որ մի բան պիտի սովորենք, չէ՞։ Քրիստոսի երկինք համբարձվելը եւ Աստվածամոր երկինք վերափոխվելը ապացուցում է, որ մահից հետո կա կյանք եւ մահը դադարեց երբևիցե ավարտ լինելու, այլ մահը դարձավ նոր կյանքի սկիզբ, մահից հետո կա կյանք եւ այն էլ հավերժական կյանք։ Սիրելիներ, մինչև Հիսուս Քրիստոս, մինչև Աստծո փրկագործության խորհուրդը մարդիկ այս մասին գաղափար չունեին։ Մարդը գիտեր, որ ծնվում է մի օր պիտի մահանա եւ ամեն ինչ ավարտվում էր սրանով։ Բայց Աստծո որդու համբարձումի հարությունից եւ համբարձումից հետո նոր կյանք սկսվեց քրիստոնյա աշխարհում։ Մարդը, հավատավոր մարդը հասկացավ, որ մահով չի սահմանափակվում, մահով չի վերջակետ դրվում, մահով չի ավարտվում մեր կյանքը։ Մահով սկսվում է մի նոր կյանք, որը հավերժությունն է։ Եվ հետևաբար այն մարդիկ կամ այն քրիստոնյաները, ովքեր որ սա չեն հասկանում եւ չեն ըմբռնում, Աստծո խոսքը սրա մասին վկայում է եւ հաստատում։ Եվ Հիսուսն է ասում, ով հավատա ինձ, թեպետ մեռնի, պիտի ապրի։ Տիրամայրը թեպետ մահացավ, ննջեց, բայց Տերը նրան կենդանություն տվեց եւ այսօր Տիրամայրը բարեխոս է ամբողջ քրիստոնյա աշխարհի համար։ Աստվածածնի վերափոխումը մեզ սովորեցնում է, որ դեպի երկինք եւ ցույց է տալիս սա, որ քրիստոնյաները բաժանվելով այս կյանքից շարունակում են ապրել երկնքում։ Տեր Հիսուս եւ Հիսուսին հավատացողները երբեք ու երբեք չպիտի մահանան։ Այս կյանքից դուրս գալով հավատացյալը երկնքում միանում է երկնավոր Փրկիչ Հիսուս Քրիստոսին եւ հավիտենապես ապրում է նրա հետ, որովհետեւ մենք իրենն ենք, մենք Տիրոջն ենք պատկանում, սիրելի հավատացյալներ։ Տեսեք, մենք նայում ենք աշխարհին, օրինակ բնաշխարհին, մեր բնությանը, ծառն ենք տեսնում, ծաղիկը, խոտը եւ այլն։ Այս ամենը ունի վերջ։ Խոտից, ծաղկից, չգիտեմ, բնությունից, ամեն բանից մարդը վերեակ է, սրա մասին մենք մոռանում ենք։ Մարդը արդյոք խոտ է, խոտը ծլեց, կանաչեց, բայց մի օր էլ պիտի հնոցի մեջ գնա եւ վառվի վերանա։ Մարդը բարձր է, ունի հոգի եւ հարությանն ենք հավատում Քրիստոսի։ Մենք Տիրամոր վերափոխման տոնից սովորում ենք, որ ինչպես Աստվածամայրը իր ֆիզիկական մարմնով փոխադրվեց դեպի երկինք Հիսուսի մոտ, մենք եւս Հիսուսի երկրորդ գալստյան պիտի հարնենք, հարություն առնենք եւ մարմնով, ֆիզիկական մարմնով հարություն առնենք եւ ապրենք Աստծո հետ հավերժապես։
Եվ վերջապես Տիրամոր Աստվածամոր վերափոխման տոնը մեզ սովորեցնում է, որ քրիստոնյան մահը մարմնից բաժանումը միայն չէ, այլ հոգևոր մահն է իսկական մահը, եւ ո՞րն է դա։ Մահը առանց Աստծո ապրելն է, մահը առանց Աստծո ապրելն է, առանց աղոթքի կյանքով ապրելն է մահ նշանակում, եւ մահ նշանակում է առանց հավատ ապրել այս իրականության մեջ։ Եթե ապրում ենք Աստծո հետ, նշանակում է կենդանի է մեր հոգին, հակառակ դեպքում դա նշանակում է մահ։ Հիշում եք մի դրվագում, երբ որ Հիսուս ցույց է տալիս ոմանց, ասում է նայեք, այս մարդիկ կենդանի են թե ոչ, ապրում են թե ոչ, եւ ցույց է տալիս, ասում է տեսեք գնում գալիս են աշխատանք եւ այլն, հոգս, պրոբլեմ, խնդիրներ, բայց սրանցից մեծ մասը մահացած է, այսինքն նրանք ապրում են միայն եւ միմիայն փողի, սնունդի, մեքենայի, տան, չգիտեմ ինչ բաներով, միմիայն Աստված ուզում է, որ մենք աղոթք անենք։ Աստված ասում է, որ դու, եթե ուզում ես ապրել, կամ ապրում ես, պիտի Տիրոջով ապրես, այլապես դա կյանք չէ, այլ դա նմանվում է մահվան։ Եվ նորից սովորում ենք վերափոխման տոնը մեզ այսօր սովորեցնում է, որ մարդը թեպետ ապրում է երկրի վրա, բայց հատկապես երկնքի համար պիտի ապրի։ Ինչու, որովհետև երկնքի համար է նախատեսված նախ եւ առաջ մարդ արարածը ստեղծված է երկնքի համար։ Ինչպես Պողոս առաքյալն է ասում, մենք երկնքի քաղաքացիներ ենք։ Այստեղ մենք ինչ ենք, այս աշխարհի վրա մենք հյուր ենք, իսկ ով է հյուրը, հյուրը ժամանակավոր կացարանում ապրող մարդն է, այստեղ մենք հիմնականում հյուր ենք, մեր իսկական տունը երկնքում է։ Եվ վերջապես Տիրամոր Աստվածամոր բարեփոխման այս տոնը բոլորին մեզ սովորեցնում է, որ բոլոր ազգերը երանի պիտի տան Աստվածամորը, սա ասում է Սուրբ Գիրքը։ Եվ ասում է Սուրբ Գիրքը, որ ցավոք աղանդավորներ կան, հավատացյալներ կոչված ճակերտների մեջ, որոնք չեն ընդունում եւ չեն փառաբանում Տիրամորը որպես բարեխոս։ Ցավոք սրտի, եթե Հայր Աստված պատվիրեց, որ երանելի անվանենք Մարիամին, մենք ով ենք, որ նրան չպատվենք եւ չհարգենք եւ նրա բարեխոսությունը չապավինենք։ Եթե Հիսուս մեծարում է Աստվածամորը, մենք ինչու չպիտի մեծարենք Տիրամորը եւ Մարիամին։ Չեմ ուզում մեր այսօրվա ուրախ տոնը պղծել աղանդավորների անդրադառնալով, բայց ուզում եմ մենք գիտակցենք, հասկանանք սա, որ սրբերի բարեխոսությունը շատ կարևոր է որպես հավատացյալ ունենալու մեր վարդապետության մեջ եւ հասկանալու, որ Տիրամայրը Հիսուսի ասելով երանելի էր։ Եթե Հիսուս ասում է իմ մայրը երանելի է, ես իրավունք չունեմ Տիրամորը երանելի չանվանելու եւ իրավունք չունեմ Տիրամորը բարեխոս չընդունելու համար։ Ուստի սիրելի հավատացյալներ, թող այս տոնը բարեփոխի ամենքիս հոգին, թող այս տոնը նորոգի ամենքիս ներաշխարը եւ Աստվածամոր բարեխոսությամբ լցվի մեր հոգին, սիրտը, միտքը ամրանալու եւ քայլելու Աստվածամոր բարեխոսությամբ
այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։